Բարև ձեզ հարգելի ընկերներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս պահին ես զրուցելու եմ քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի հետ, շնորհակալ եմ պարոն Մարգարյան, այս ժամանակահատվածի համար, իհարկե չեմ կարող մեր զրույցը սկսել Սերժ Սարգսյանի հարցազրույցից, որովհետև այդ հարցազրույցում ձեր կողմից բարձրացված հարցերը նաև լղոզվեցին, ինչպես նաև հետո արդեն Սերժ Սարգսյանի քարոզիչները այսպես ագրեսիվ կերպով իրենց եթերներում հարձակվել էին ձեզ վրա, այսպես վիրավորանքներով, ակնհայտ է, որ ձեր հարցերն անհանգստացնում են իրենց։ Գանք հարցազրույցին եւ հարցազրույցի 2018 թվականի դրվագին։ Արդյոք այս հարցազրույցով Սերժ Սարգսյանը նոր հարցեր չառաջացրեց, ոչ թե փարատեց այն հարցերը, որոնք կային։ Ոչ ես մի բան խոստովանում եմ, ես անկեղծ ասած 6 ժամ եթե չեմ սխալվում այդ հարցազրույցը չեմ լսել, ոչ էլ ժողովուրդն էի լսելու, ցապես չեմ կարծում 6 ժամանոց հարցազրույցը լսելու համար հարցազրույցը չեմ կարծում ոչ թե մեկը ժամ ունեցել սկզբից մինչև 6 լսի եւ մանրամասնորեն լսի, որոշ հատվածներ անշուշտ հետո փորձել եմ լսել տեղեկանալ, բայց այն հարցերի պատասխանը, որ պետք է ստանայինք, բնականաբար չենք ստանում, որտեղ կարծում եմ ամեն ինչ 2018 թվականի կապակցությամբ այնքան ակնհայտ է եւ ապացույցներով, փաստերով ապացուցված է, որ կարծում եմ դրա մասին խոսել այլևս ավելորդ է լինում, որքան չխոսել, կարծեմ ավելի լավ է, որքան փորձում են արդարանալ, ավելի են մխրճվում բարդ իրավիճակների մեջ։ Ես միայն մի դրվագ ասեմ, որտեղ ասացի մտածում էի կվերադառնամ տուն, հետո կնստեմ 6 ժամը կլսեմ, բայց մի դրվագ լսելուց հետո լրիվորեն հիասթափվեցի, հատկապես 2018 թվականի կապակցությամբ, որոշեցի ընդհանրապես չլսել։ Պատահաբար ավտոյի մեջ մի ասեցի լսեմ, ուղղակի այն հատվածներ, որը խոսում էր 2018 թվականի, ուրեմն մայիսի 8-ին, ինչու երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանին ընտրեցին, քանի որ եթե չընտրեին երկրորդ անգամ մայիսի 8-ին, ազգային ժողովը օրենքի ուժով լուծարվելու էր եւ նշանակվելու էր նոր ընտրություններ օրենքի ուժով, որից մեկը չէր կարող դա կանխել, Կարեն Կարապետյանը առնվազն 2 ամիս կմնար ժամանակավոր պաշտոնակատար ըստ օրենքի եւ ամեն ինչ տեղը կընկներ եւ այնքան բացատրությունը որ ներկայացրեցին, որ ինչու իրենք երկրորդ անգամ ընտրել են Նիկոլին եւ չեն գնացել ազգային ժողովի լուծարման հարցով, ես կարծում եմ ընդհանրապես այլևս մյուս բաժների մասին խոսալը ծիծաղալի, ընդհանրում կլիներ, բախում կլիներ, գիտեք, չափազանց ծիծաղելի պատմություն պատմեցին այդտեղ եւ կարծում դրանից հետո որոշեցին ընդհանրապես չլսել այդ հարցազրույցը եւ ես կարծում եմ 2018 թվականի խնդիրը իմ համար եւ շատերի համար կարծում ձեզ համար փաստված է որ ինչա տեղի ունեցել, ինչա կատարվել եւ ավելորդ է կարծում եմ խոսել դրա մասին այլևս։ Պարոն Մարգարյան, բայց այդտեղ նոր շերտ կար, որը Սերժ Սարգսյանը ակնարկով մտցրեց, հետո իր քարոզիչները արդեն անուններով էին խոսում։ Խոսքը Կարեն Կարապետյանի մասին է, ըստ էության իրենք փորձում են համոզել հանրությանը, որ իշխանությունը տվել են Կարեն Կարապետյանին, Կարեն Կարապետյանը բոլոր շանսերն ուներ պահելու այդ իշխանությունը եւ հետաքրքիր է, որ 2025-ի այս իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը հակասում է 2022 թվականի Սերժ Սարգսյանին։ 2022-ին ինքն ասում էր, որ Կարեն Կարապետյանն ուներ այն նույն մտահոգությունները, ինչ ինքը, որովհետեւ ժողովուրդը դեմ էր բոլորին, հիմա ասում է դե ժողովուրդը միայն ինձ էր դեմ, Կարեն Կարապետյանը մեծ շանս ուներ իշխանություն պահելու։ Ինչու հիմա ձեր գնահատմամբ մեղադրանքի սլակներն ուղղվեցին դեպի Կարեն Կարապետյան, ոմանք ասում են, որ դա կարող է կապված լինել այն բանից, որ Կարապետյանը կարող է լինել մեր ձևովի վարչապետի թեկնածուն եւ Սերժ Սարգսյանը նախապես փորձում է այդ մարդու ոտքի տակ փորել, խնդրեմ։ Որ հակասություններ շատ կային հարցազրույցի մեջ, կարծում եմ կան, ես ձեր որոշ հատվածները լսել եմ, որ փաստաթղթով դրել եք եւ հայտարարել եք նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտությունները նախկինում ինչ ասել, հիմա ինչ ասել։ Ցավում է, որ մոտավորապես նույն ոչն է, ինչ որ կիրառել է Նիկոլ Փաշինյանը, մի բան ասել է, հիմա դրա ճիշտ 180-ով հակառակն է ասում, իսկ ասես դու հակառակտես, մոտ չէ ժամանակ ես ուրիշ կոնցեպտի մեջ էի ասել, լավ չէի ուզում ասել եւ մոտավորապես նույնն է, որ ցավում եմ այդ ճանապարհով են փորձում գնալ արդարանալու համար։ Եվ դա լավ չի։
Բայց ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, կարծում եմ ակնհայտ արդեն մի որոշակի երկար ժամանակային փորձ է կատարվում 2018 թվականի իրադարձությունները մի տեսակ գցել Կարեն Կարապետյանի գրպանը, որ մենք իշխանությունը հանձնեցինք իրեն, ինքը հանձնեց Նիկոլ Փաշինյանին, մենք իշխանությունը Նիկոլին չենք հանձնել, Կարեն Կարապետյանն է հանձնել, միշտ որ այսպես խորհրդավոր բաներ ստեղծել, որ Կարեն Կարապետյանը գնաց, ես իջնեմ բանտում է, որ Նիկոլին բռնել են, ինքը գնաց բանակցեց դուրս եկավ։ Եվ այդպիսի պատմություններ պատմել, հետո մյուս կողմից ասում են, դե մենք ամեն ինչին տիրապետում ենք, թե ինչ որ մենք կայինք, մեկը կարող է այսպիսի մի բան անել կամ առած մեր տեսակ, այսպիսի մի հարտահայտություն արեց նախագահ Սերժ Սարգսյանը։ Ամեն դեպքում ես կարծում եմ Կարեն Կարապետյանը շատ հստակ է, թե ինչու է թիրախում, որտեղ վերջի շրջանում շատ է խոսում, որ հնարավոր է, ասենք այն երկրորդ կամ բլոկի ընդդիմադիր բացի Ռոբերտ Քոչարյանի բլոկից, որ մասնակցելու ընտրություններին անհայտ մյուս բլոկը, որը ասենք հավանաբար Սամվել Կարապետյանի շուրջ է ձևավորվելու, այսինքն բայց ինքը չի լինելու գլխավոր դեմքը բնականաբար այդ նոր ձևով շարժման տեխնացուներից հնարավոր տեխնացուներից մեկը անունը որ շոշափվում է դա Կարեն Կարապետյանի անունն է եւ կարծում եմ եթե հիշեք վերջի շրջանում շարունակաբար փորձում է Ռոբերտ Քոչարյանին այսպես ասած փչացնել, այսպես ասած վարկաբեկել, հենց այդ թիմակիցների միջոցով անունները հայտնի չտանքել, նույն շրջանակները, որոնք հարցազրույց էին վարում, նաև նրանց այդ փոխկապակցող շրջանակներ, ամիսներ արդեն Ռոբերտ Քոչարյանին էին վարկաբեկում, հիմա անցել են Կարեն Կարապետյանին եւ սկսում են նրան մեղադրել, ինչպես նրան մեղավոր համարել 2018 թվականի կապակցությամբ։ Կարծում եմ նույնն է, որ մի տեսակ ձեռքերը լվալալ եւ մեղավոր ճանաչել Կարեն Կարապետյանին, որքան հնարավոր է ասենք եթե պիտի ինքը որպես գլխավոր տեխնացու ներկայացվի հաջորդ ընտրություններում կամ լինի տեխնացուներից մեկը, որի շուրջ կարող է ժողովուրդը համախմբվել, անել այնպես, որ դա տեղի չունենա։ Պարոն Արքյան, այստեղ ինձ նաև ես մի քանի հարցեր ունեմ այդ հարցազրույցի վերաբերյալ ձեր գնահատականները կուզեմ լսել։ Այդ դրվագը, որ դուք հիշեցիք, որ ասում էին, որ Սերժ Սարգսյանը դժգոհում էր, որ փաստորեն մեր սահմանադրությամբ 45-50 օր բաց էր մնալու իշխանության ղեկին մարդ չէր լինելու, այդտեղ միանշանակ տուր ու դմփոց էր լինելու, իհարկե չգիտեմ ոնց էր լինելու, որ Սերժ Սարգսյանի կողմնակիցները այն պահին, երբ ինքը իշխանության էր, տուր ու դմփոց չէին անում, հետո որ կորցրել է իշխանությունը, տուր ու դմփոց էր անում, սա թողենք մի կողմ։ Այսպես զարմանքով ասում որ 45-50 օր անիշխանության մթնոլորտ էր լինելու։ Այդ սահմանադրությունը որքան որ հիշում եմ դուք չեք ընդունել, չէ՞, պարոն Արքյան։ Սահմանադրության դուք ոչ մի կապ չունեք։ Լավ, ինչքան կարելի է ժողովրդի հետ վարվել այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը։ Բա դուք պատերազմող երկրի սահմանադրություն եք ընդունում, չեք հաշվի առնում, ոնց կարող է սահմանադրությամբ նախատեսվի մի իրավիճակ, որ մի 50 օր իշխանություն չլինի։ Ձեզ մոտ հարց առաջանում է թե ոչ այս մասով։ Բնականաբար առաջանում է։ Գիտեք, մի հատ եկեք դեռ հիշում նույն 2018 թվականին, երբ հետ գնան Facebook-յան գրառումներ նայեք, ես այնտեղ նույն տարբերակ առաջարկել եմ, որ Երանի մայիսի 8-ին չընտրեն Նիկոլ Փաշինյանին եւ ազգային ժողովը կլուծարվի, ես դեռ 2018 թվականից նույն օրերին Facebook-ը նայեք, այնտեղ գրել եմ։ Եվ ազգային ժողովը կլուծարվի, իսկ հետո ինչ տեղի կունենար, Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր ժողովրդին փողոքից հավաքել եւ ըստ քարոզարշավով, որտեղ օրենքի ուժով Արմեն Սարգսյանը պարտավոր էր չէր կարող ուրիշ բան անել, պարտավոր էր նոր ընտրությունների թվական նշանակել, իսկ ընտրությունների թվական նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանը արդեն պիտի պատրաստվեր ընտրություններով հաղթելու, որ հաստատ կհաղթեր։ Այսինքն այն օրվա մթնոլորտը նկատի առնելով հաստատ ինքը ընտրվելու էր վերջնաշրջան որպես վարչապետ, բայց ոչ թե փողոցով այդ իրավիճակով իշխանությունը հանձնած կլինեին իրեն կամ ազգային ժողովը չէր լինի բնականաբար ուրիշ կազմով այդ ժամանակ կլիներ։ Եւ այդ որ փողոցում դմփոց կներ բան կներ, ես կարծում եմ ծիծաղելի պատճառաբար չէ, այդպեսի բան չէր լինելու, ընդհակառակը երկիրը կխաղաղվեր, ժողովուրդ Նիկոլը պարտավոր էր ասում եմ ժողովրդին փողոքից հավաքել տանել, սկսել քարոզարշավով զբաղվել, ամեն նմանները կփորձեին ոչ թե կգնային կկանգնեին ձայն կտային Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հետո հիմա շատերը մեղադրեն, որ դուք ինչու եք դուք եք այն օրը Նիկոլ Փաշինյանին ձայն տվել, այդ բոլորը սկսային զբաղվել քարոզարշավով։ Հիմա միակ մեկը որ այդտեղ շանս չեր ունենալու ոչ մի բանի հավանաբար հարապետական է լինելու, որտեղ ոչ ընտրությունների կարող էր մասնակցել ոչ շանս 2018 թվականի արդեն այդ դեկտեմբերի ընտրությունները կարծում եմ դրա մասին հստակ ասացին։ Խնդիրը ես կարծում եմ 6 ամսով ազգային ժողովը ամեն գնով պահելու հարց է եղել այդտեղ, հիմա Այդ է խնդիրը, որ իշխանությունը այդպես հանձնել են Նիկոլ Փաշինյանին։ Ես կարծում եմ ավելորդ խոսել է հարցազրույցի մասին, որտեղ ինչքան խոսանք, մխրճվենք ավելի նոր հարցեր են առաջանում։ Չէ, համաձայն եմ պարոն Արքյան, բայց
Այնտեղ հանրապետականները փորձում են ստեղծել տպավորություն, թե իբրև թե բոլոր հարցերին Սերժ Սարգսյանը արդեն պատասխանել է։ Ես ասեմ, որ որևէ լրատվամիջոց կարծեք թե հարց չէր ուղարկել, եւ սա էլ խոսում է այդ արդեն քարոզիչների մասին է խոսում, որտեղ լրատվամիջոցները ըստ էության անտեսեցին այն հարթակը, որտեղ հայտնվել էր Սերժ Սարգսյանը, բայց տեսեք, այնտեղ չպատասխանվեց հարցին եւ հարցն էլ չհնչեց, թե ինչպես էր ստացվել, որ Միքայել Մինասյանը ֆինանսավորել էր Նիկոլ Փաշինյանին, ինչպես Նիկոլ Փաշինյանը բանտից ազատվեց, ինչպես ստացվեց, որ Արարատ Միրզյանը ԱԱԾ գործակալ էր, ինչպես ստացվեց, որ Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված շատ անձինք այսօր ԿՊ-ում են, ինչպես ստացվեց, որ պետական պահպանության ծառայությունը վարչապետ չընտրված Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը արդեն ապահովում էր։ Եվ էլի հարցեր կային, ինչպես ստացվեց, որ Սերժ Սարգսյանի թիմակիցները Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ ասում էին, որ մենք չենք երաշխավորում, որ քեզ կընտրենք, հա, եւ երևի թե մի 10 հարց էլ կարելի ավելացնել։ Դուք ձեր մոտ հարցեր ունեիք, որ չհնչեցին ընդհանրապես։ Հարցերը բազմաթիվ են, որ ասեք այդ հարցերը, որ դուք եք ասել, ես մի 10 դեր կարող ավելացնել, բայց ամեն դեպքում դրանց չի պատասխանվելու, մինչև այն ժամանակ, երբ ասեք այդ podcast-ի ժամանակ, որը արդեն իր աշխատանքային ոճը ծանոթա բոլորիս, փորձ կատարվի այդ մթնոլորտում, այդ միջավայրում հարցերին պատասխան տրվի։ Ես եթե չեմ սխալվում, որքան հիշեցի, փորձեցի գտնել նախագահ Սերժ Սարգսյանը մեկ մամուլի ասուլիս տվեց ամբողջ տարիների ընթացքում, բաց մամուլի ասուլիս, որ եղել է 2020 թվականի, եթե չեմ սխալվում, օգոստոսին 44-օրյա պատերազմից առաջ, որ մենք լրիվորեն այլ իրողության մեջ էինք ապրում այն օրերին, լրիվորեն այլ իրավիճակ էր, բնականաբար այնտեղ շատ հարցեր դեռ այսօր հնչվում են, այն որ չէին հնչել եւ չէին առաջացել դեռ այդ հարցերը, որտեղ Արցախը կար, պատերազմը չէր եղել, ամեն ինչ մի տեսակ այլ իրականության մեջ էր։ 2020 թվականից հետո երկու հարցազրույցներ ընդամենը նախագահ Սերժ Սարգսյանը տվել, մեկը Դավիթ Սարգսյանին Army-ին տվել, եթե չեմ սխալվում, փետրվարին էր 2021 թվականի հետո ապրիլին Երեք հարց ամեն դեպքում, հետո Մհեր Մկրտչյանի հարցազրույցն, գիտեք, հարցազրույցները ելնել է մի օքի նստի դիմացը եւ հարցերը տա։ Բայց օրինակ մամուլի ասուլիս, որտեղ ազատ կլինեն բոլորը կան նույն, ասենք, շատ այսպես ասած ընդդիմադիր ճակատից լրագրողներ կան եւ սուր հարցումներ տան եւ տեղի վրա առանցի որ հարցերը նախապես խմբագրված լինեն։ Եթե այդպիսի մամուլի ասուլիս լինի, կարծում եմ շատ հարցերի պատասխան այդտեղ վերջնականապես կտրվի եւ կարծում եմ ավելորդ մենք պարտավոր չենք լինելու նստենք այս խոսել, իրենք էլ պարտավոր չէին լինելու 6 ժամ նստել խոսել, հավանաբար 3 ժամվա ընթացքում բոլոր հարցերի պատասխանը, եթե իսկապես պատասխաններ լինել արդարանալու կհնչեն, բայց դե իրենք ընտրեցին այդ եղանակը 6 ժամ նստել, խմբագրված հարցեր, առանց որ հիմնականում կարևոր հարցերը հնչեցվեին, եւ շատ հիմա հետաքրքիր մի բան էլ ասեմ այդ հարցազրույցի կապակցությամբ, քանի որ գիտեք ինձ շատ հետաքրքրում այս վերջի շրջանում impeachment-ի թեման, որ իրենց նախաձեռնությունն է, իրենք են հրապարակ բերել, ես մտածում եմ այդ հարցազրույցի մի գլխավոր մասը պետք է հատկացված լինի իշխանափոխության, այսինքն մենք ինչպես են գնում իշխանափոխության, լավ, հիմա այդ ամեն ինչը տեղի ունեցավ, անցավ արժևում, ինչ ենք անում, որպեսզի Նիկոլից ձերբազատվենք, բայց եթե նայեք այդ 6 ժամվա հարցազրույցի միայն վերջի հատվածում, որ հավանաբար շատերը քնած էին չէին էլ լսում, եթե չեմ սխալվում, մի 40 րոպե կես ժամ խոսվել այդ թեմայի մասին, ընդհանրապես չեմ էլ հիշում, որ impeachment-ի մասին այդ առումով կարևորությամբ այդտեղ ընդգծված լինի, այսինքն նման կարևոր թեմա, որ պիտի այդտեղ շոշափվեր իրենց բերած նախաձեռնությունը լրիվորեն կարծում եմ անտեսվեց այդ հարցազրույցի ժամանակ, ասում եմ այդ հատվածը փորձեցի լսել, որտեղ ինձ հետաքրքրում էր եւ ցավոք սրտի անցամ ինչ չբավարարեց որևիցե կերպով այսինքն ամեն ինչ որ ներկայացվեց այդտեղ։ Պարոն Արքան, մենք տեսնում ենք, որ դրանից հետո էլի վերադառնանք Կարեն Կարապետյանին, դա թիրախավորվում էր, չնայած նրան, որ իրականության մեջ եթե Կարեն Կարապետյանը որևէ բան արած էլ լինի, նա հանրապետական կուսակցության փոխնախագահն է եղել, ոչ դաշնակցության, ոչ չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանի թիմակիցն է եղել, ոչ այլ կուսակցությունից եղել է հանրապետականի փոխնախագահ։ Բայց սա արդեն 3-4 անգամ է, որ հնչում է Կարեն Կարապետյանի անունը եւ դրանից հետո ինքը թիրախավորում է։ Ձեր գնահատմամբ ինչու է լռում այս մարդը։ Գուցե ինչ որ վախենալու բան ունի Սերժ Սարգսյանից։
Չեմ կարծում վախենալու բան կա, որտեղ գուցե հիմա դեռ ժամանակը չի պատասխանելու, երբ կա պատասխանը կամ կարծում եմ պատասխանները կընչեն, որտեղ եթե հիմա դու մտնես հարց ու պատասխանի մեջ, այսինքն եղած, այդպես ասած, ներկայացված խնդիրներին պատասխանելու, արձագանքելու այդ մուսակցության մեջ մտնել, արդեն ինքդ ես սկսվում մի տեսակ ներքաշվել այս խաղի մեջ եւ այլևս պարտավոր ես գնալ եւ այդ հարց ու պատասխաններ ամեն դեպքում կարող է ինչ-որտեղ հարվածի անձի, այդպես ասած, վարկանիշի հեղինակություն։ Իսկ կարծում եմ այն ճանապարհը, որ Կարեն Կարապետյանն հիմա ընտրել է, լռելը եւ սпасելը, կարծում եմ ամենաճիշտ ճանապարհն է, քանի որ ես չեմ կասկածում, որ նաեւ այդ մարդկանց նպատակը դա որ նման հարցեր բարձրացնելով դիմացի կողմին քաշեն իրենց խաղի մեջ, փորձեն այսպես հարց ու պատասխաններով այդ ճանապարհով գնալ։ Նույն գործ ասենք եթե հիշեք այդ impeachment-ի թեման, երբ փետրվարին նախագահ Քոչարյանի հարցազրույցից հետո եղավ եւ նախագահ Քոչարյանը այսպես ասեմ տեսակ հայտ ներկայացած մասնակցելու սկսեցին փորձում են իրեն ներքաշել նման խոսակցությունների մեջ իշխանությունը դու հանձնեցի Նիկոլին դու կընտրեցիք այդպես թեմաներին առաջ քաշում դեպք Ռոբերտ Քոչարյանն փորձեց ինքը հերո մնալ այդ ամեն ինչից չքաշվել այս դիսկուրսի մեջ եւ կարծում եմ նույնն էլ հիմա Կարեն Կարապետյանն անում եւ կարծում եմ ճիշտ ճանապարհով ընթանում Ռոբերտ Քոչարյանը եւս հարցազրույցով հանդես եկավ խոսեց նոյեմբերի 9-ի մասին խոսեց խաղաղության մասին եւ առաջարկներով հանդես եկավ դուք կարծում եք ի վերջո արձագանք գտնելու է այդ առաջարկը եւ սա զուտ նախընտրական առաջարկ է թե կարծում եք հաշվարկված գնահատված ռիսկեր հնարավորություններ հաշված է կարող եք հստակեցնել որ բաժինն է դեր նպատակը ուրիշն խոսում էր Թրամփի ուղու մասին խաղաղության մասին էս հատվածը ավելի շատ այդ բաժին այո Կարծեմ շատ հստակ է նախագահ Քոչարյանի թե հարցազրույցների ժամանակ ասվածը դա կարծեմ նախորդ մամուլի ասուլիսի ժամանակ շատ հստակ կերպով նշվեց ես մի անգամ էլ ասել եմ նախաբանի մեջ շատ հստակ կերպով հատկապես դրանով սկսեց նախագահ Քոչարյանը կարծեմ հստակեցված կերպով առաջարկ անդիմության կողմից որ եթե անդիմությունը լինի իշխանության շատ ավելի լավ տարբերակով այս ճանապարհը կարող է կյանքի կոչվել եւ կարծում եմ բոլորիս համար հասկանալի է որ չի լինել նույնիսկ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի ժամանակ էլ երբ իրեն հարց տվեցին այդ ճանապարհի համար ասած դե թողեք նոր ճանապարհը գնի տեսենք հետո կարող ենք խոսալ կարծում եմ բոլորն էլ մոտավորապես նույնն է որտեղ մի բան որ դեռ տեղի չի ունեցել իրականություն չի դարձել դրան գնահատական տալը կարծում եմ մի քիչ շուտ է բայց կարծում եմ նախագահ Քոչարյանը կարծում եմ եւ բոլորս էլ ենթադրում ենք որ դա կյանքի չի կոչվելու որտեղ նախ այդ տարբերակը որ առաջարկվել է այս պահին Ադրբեջանի սրտով տարբերակ չի որտեղ իրենք լիարժեք վերահսկողություն են ուզում այդ միջանցքի վրա հիմա միջանկյալ մի հատ ժամանակաշրջանի համար իրենք համոզվել են որ այս տարբերակով կնան Միացյալ Նահանգները գա այդտեղ ներդրումանի լինի քանի որ կարծում եմ Նիկոլի նաև առաջարկն ա եղել որ այդպիսով այդ հատվածի անունը փոխենք դնենք Trip դնենք Trump-ի ճանապարհ դնենք այդ զգայունությունը որ Զանգեզուրի միջանցք անվան կապակցությամբ Հայաստանում գոյություն ունի դա վերանա հիմա Ադրբեջան թող ինչ ուզում եք տարածքում կոչի Հայաստանի տարածք կոչենք այդ անունով այդ հասկացությունը այդպես ասած միտքը տեղավորվի որ այստեղից այդ ճանապարհը լինում է նախնական քայլերը վերցվեն հետո մի բան կանենք Ադրբեջանը ես կարծում եմ երկարատևի վրա կանի ամեն ինչ որ Միացյալ Նահանգները այդտեղից հեռանա ինքը չլինի եւ իրենք լինեն բայց կարծում եմ նախագահ Քոչարյանի առաջարկը շատ ավելի իրատեսական առաջարկ է որը երկարատևի վրա շատ ավելի արդյունավետ առաջարկ է ներկայացնում ինչ հետո դրանք օրինակ մայ նոյեմբերի 9-ին նախագահ Քոչարյանը նաեւ մեկ ժամանոց հարցազրույց ունեցավ հատկապես նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման տարելիցի կապակցությամբ Ես օրինակ հայմատում ենք այն 6 ժամանոց հարցազրույցի հետ, տեսնում ենք այդտեղ չափազանց իրատեսական մտքեր կան, մեկ ժամվա հարցազրույցը շատ այդպես կոնկրետ մտքերով, տեսակետներով եւ դիրքորոշումներով եւ շատ հստակ գնահատականներով առանց էйֆորիաներից հերու լավատեսական անիմաստ լավատեսական խոստումներ տալուց շատ իրատեսական կերպով կարծում եմ այդտեղ խոսվում է մեր այսօրվա իրավիճակի մասին եւ այն ամեն ինչի մասին, որ կարելի է այս իրավիճակից դուրս գալու համար անել Շնորհակալ եմ պարոն Մարկյան, մենք դեռ կարծում առանձին եկող շաբաթ կանդրադառնանք նոյեմբերի 9-ի հետ կապված եւ խաղաղության հետ կապված Քոչարյանի առաջարկներին այսօր այսքանը ես հիշեցնում զրուցում էի քաղաքագետ Ռոբերտ Մարկերյանի հետ